կատարում ենք հենց այս բանին, կարծում եմ մոտ ապագայում ավելի ամբողջական ինֆորմացիա կիսվենք։ Ձեզ ընդհանրապես մեկ հարց ունեմ, պարոն Հակոբյան։ Պատասխանը ինձ համար ակնհայտ է, բայց ես ուզում եմ այդ հարցը հնչեցնեմ, որ դուք այդ պատասխանը հնչեցնեք։ Օրինակ մեզ դիմող տնտեսվարողներից շատերը ասում են, ես փոխանցում եմ իրենց ասածը, որ երբ պետական եկամուտների կոմիտեի տեսուչները իրենց մոտ մտնում են ստուգումների, շատ դեպքերում տնտեսվարողը հետ համաձայն չի լինում են դեպքեր բավականին հաճախ, ըստ ինձ ասած այդ տեղեկությունների, երբ որ ստուգման ընթացքում խախտում չի հայտնաբերում, այսինքն կարող է մարդու մի շաբաթ հետևեն ՀԴՄ ստուգումներ անեն, ոչ մի բան չգտեն, հետո ասեն ամեն դեպքում մի հատ ինչ-որ ակտ պիտի գրենք։ Ես դες ուղիղ փոխանցում եմ այն ինչ ասում են ու հիմնավորումն է հաջորդիվ հետաքրքիր, որ ասում են դե առաջին բյուջե պիտի լցենք, բառացի եմ ցիտում, եւ երկրորդ ասում են ոնց կլինի մտնենք ստուգման, ակտ չգրենք, մեզ դրա համար չեն ների։ Ես ուզում եմ հստակ ձեզանից այդ պատասխանը լսել, որ մեր տնտեսվարողներն լսեն, որ չի կարող լինել բյուջեի պլան, իմպերատիվ, այսինքն որ տեսուչը կատարի, եւ եթե տեսուչը որևէ խախտում չի հայտնաբերում, չի կարող լինել նաեւ խախտման պլան, որի համար ինքը պատասխանատվության կենթարկվի, որ այդ արգումենտներով տնտեսվարողների հետ երբ շփվեն, մեր այս հարցու պատասխանը վերցնեն, միացնեն ձայնագրությունը ու ցույց տան համապատասխան տեսուչներին։ Որովհետև ինչքան էլ մեկ մարդկանց ասում ենք դուք ասեք որ տեսուչներն են եղել, ինչ է եղել, իրաք մեզ այդ ինֆորմացիան չեն տալիս, որովհետև կաշկանդվում են իրենց հետագա հարաբերություններում պետական եկամուտների կոմիտեի հետ։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Թունյան։ Ես ամենայն պատասխանատվությամբ այս ամենաբարձր ամբիոնից հնչեցնում եմ, որ որևէ նման հանձնարարական եւ պլան գոյություն չունի պետական եկամուտների կոմիտեում։ Եվ իհարկե իրականության մեջ կարող են լինել դեպքեր եւ այստեղ էլ ենք առիթ ունեցել խոսելու դրա մասին եւ ես նույնիսկ հնչեցել եմ, ասել եմ, եթե կա այդպիսի դեպք, ուղիղ ինձ տեղեկացրեք, ավելին մի հատ էլ տենց հատուկ էլեկտրոնային մեյլ ենք բացել իմ անունով, որ քաղաքացին կարող է ուղիղ ինձ գրել նույնիսկ անանուն, եթե կարիքը կա, այսինքն ես պատրաստ եմ համագործակցել ցանկացածի հետ եւ պատասխանատվության ենթարկել նման իրավիճակները։ Իսկ նշեցի, այսինքն ներքին մշակույթը պլանային չի այլևս վաղուց պետական եկամուտների կոմիտեում։ Եվ եթե դուք նկատել եք, ես էլ օրինակ երբեք պլան արտահայտություն չեմ օգտագործում։ Ես ավելի շատ ասում եմ ծրագիր կա բյուջեով, ասենք կամ կանխատեսումներ, որից շեղումների մասին ենք խոսում։ Հիմա այդ երևույթը չկա, ավելին ասեմ, մենք երբ որ օրինակ ստուգման ենք ուղարկում, ես ինքս այդ հանձնարարագիրը ստորագրում եմ օրինակ ստուգման, դա հիմնվում է հստակ վերլուծությունների վրա, այսինքն եթե այդ ռիսկը վերլուծվել է ու հիմնավորվել է, որ այդ ռիսկը կա, այդ դեպքում է տեսուչը այց կատարում տնտեսվարողի մոտ, թե այնտեղ ինչ վարքագիծ է դրսևորում, եթե կա նմանատիպ դրվագեր, մենք պատրաստ ենք համագործակցել ու պատասխանատվության ենթարկել ու ավելին ասեմ, նաև այս տեսանկյունից երևի առիթ տվեցիք նաև արտահայտվեմ դրա մասին, մենք այս տարի բոլոր հարկային ծառայողներին անցկացրել ենք պատրաստման դասընթացները, որտեղ կար նաև բարևարկության էլեմենտ եւ տարբեր փուլերից միասին 90-ից 100 աշխատակից դուրս են մնացել։ Այսինքն մենք նաև այդ ուղղությամբ ենք ջանքեր ներդնում, որ իրանց մոտ եւ բարևարկությունը բարձրանա եւ արհեստավարությունը բարձրանա, որ հանկարծ այսպիսի բաներ թույլ չտան։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ձեր պատասխանի համար, հուսով եմ բոլորը մեզ լսում են կամ կլսեն, մեյլի հասցեն ճիշտ է ասում Տիկին Վարդանը, եթե դժվար չի ձեր արձագանքի մեջ հրապարակեք, հատկապես ձեր պարագայում ամենևին չնսեմացնելով մեր պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարների վաստակը, ձեր դեպքում մի քիչ սպეციფიկ է, որովհետև դուք մասնագիտությամբ տնտեսագետ եք ու այդ հարցի արժեքը երևի շատ լավ եք պատկերացնում, որ երբեմն կարող է բանը 1000 դրամ վերականգնելու դիմաց տնտեսությանը 1 միլիոն դրամի վնաս պատճառվի ու այդ մոտեցումը իստումա բոլորի մոտ պիտի որևէ մեկը չի ասում օրենքը աչքա թողանանք, բայց պիտի ամեն դեպքում հաշվի նստել այդ ամեն ինչի հետ եւ մի ճշտող հարցել։ Մենք եթե չեմ սխալվում, ժամանակին օրենսդրական կարգավորում ընդունեցինք, որով որ պետական եկամուտների կոմիտեի տեսուչները պետքա փակցնեին իրենց համազգեստի վրա տեսախցիկներ եւ ձայնագրեին այդ ամբողջ process-ը,
Դա արվում էր հիմնականում նրա համար, որ հետագայում այդ ստուգման ակտերը բողոքարկելուց ինչ որ փաստական հիմք լիներ, բայց մյուս կողմից այդ տեսագրությունները կարող են նաև փարատել են կասկածները կամ հաստատել են կասկածները, որ տեսուչները այդ նման արտահայտություններ են թույլ տալիս կամ իրեն շփման մեջ մարդակենտրոն չեն տնտեսվարողների հետ կապված, ուզում եմ հասկանալ, մենք ունենք այդ տվյալների բազան, որ ըստ անհրաժեշտության, եթե անհրաժեշտ լինի, ըստ առանձին դեպքերի կարողանանք դրանք ուսումնասիրել ու պահպանվում են դրանք, եթե պահպանվում են ինչ ժամանակում։ Այո, մենք այդ տեսախցիկների կիրառման պրակտիկան անցած տարի է ներդրվել եւ նաեւ անդրադառնալով են ձեր ասացին, որ ստվեր չնետելով, այո, ես բացարձակապես ես էլ չեմ կարծում, որ պետք է ստվերել ընդհանրապես նախորդ տարիների կատարված աշխատանքը, որովհետեւ այդտեղ էլ, այսինքն քայլեր են կատարվել, որպեսզի տեսուչները աշճանաբար վերածվեն արհեստավարժ մասնագետների եւ մարդկանց վերաբերվեն որպես մարդ։ Տեսախցիկները կիրառվում են, այս պահին համակարգի մեծ մասը արդեն տեսախցիկներ կիրառում են։ Մի փոքր մասով կարիք ունենք համալրելու, բայց բոլոր օրինակ ասենք ՀԴՄ ստուգումներ եթե կլինեն, նկարահանվում է, եթե կլինեն օրինակ անկանխիկ վճարումների գծով ստուգումներ, չգրանցված աշխատողների գծով ստուգումներ, դրանք տեսանկարահանվում են եւ պահպանվում են մեր բազաներում եւ ցանկացած ժամանակ, երբ որ օրինակ դատական process-ներ են լինում եւ կարիք կա դա ձեռք բերելու, մենք դա տրամադրում ենք։ Եվ դրա հիման վրա այս ապացուցողական ոնց որ փաստերը ավելի շատ են հիմա, քան նախկինում էր։ Հա, եւ ճիշտ է, Մելիասը chairman շնիկ SRC.am։ Ես կխնդրեմ մեր փորձագետները հետո դա հրապարակեն նաև մեր էջում։ Խնդրեմ Տիկին Մանավազյանը, հետո Նարեկ Արամանյան։ Պարոն Հակոբյան, դուք խոսեցինք խնդիրներից, բայց նաև մեկ խնդրի մասին եմ ուզում բարձրաձայնել։ Այստեղ բյուջեում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ դրանց հետ փոխկապակցված համակարգերի կառավարման ծրագիրը կարծես նախորդ տարվա բյուջեն նույնությամբ կրկնվում է, այսինքն այս տարվա բյուջեն, ի նկատի ունեմ մենք խնդիր ունենք, երբեմն հաճախ հանդիպում եմ հաշվապաների ծրագրային ապահովման խնդիր ենք ունենում, որը սերվերների հետ է կապված եւ չգիտեմ նմանատիպ ինչ տեխնիկական այլ պատճառաբանություններ են